Նեմեսիսի առաջին գործողություններից մեկը ուղղվել է հենց մուսավաթական Ադրբեջանի լիդերների դեմ։ Մենք չենք մոռանում, որ նույն մուսավաթական Ադրբեջանի լիդերները 1918 թվականին Բաքվում սեպտեմբերին իրականացրեցին հայերի ջարդ, որոնց զոհգնաց 30,000 հայ։ Եվ այդ ջարդի կազմակերպիչներից մեկը մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրն էր, որի դեպ հետագայում ասես անցավ խորհրդային կողմ եւ որպես խորհրդային Ադրբեջանի առևտրական ներկայացուցիչ հայտնվեց Կոստանդնուպոլսում, որին էլ Միսակ Թորլակյանը 1921 թվականի ամռանը Կոստանդնուպոլսում պատուհասեց եւ Միսակ Թորլակյանը, ինչպես եւ Սողոմոն Թելերյանը անգլիացիների կազմակերպած դատարանից հետո ազատ արձակվեց եւ հետո ապրեց։ Եվ բացի ուրեմն Բեհբուդ խան Ջիվանշիրից մենք 1919 թվականի վերջին եւ 20 թվականի ընթացքում նաեւ տեսնում ենք մուսավաթական Ադրբեջանի որոշ լիդերների Հաղվերդովի, Խան Խոյսկու եւ ուրիշների պատժումը հայ այսպես բրիժարուների ձեռքով։ Իդեպ այդ պատժողների մեջ էին Միսակ Թորլակյանը, Արամ Երկանյանը, պատահական մարդիկ չէին։ Այսինքն այն գործիչները, որ հետո Նեմեսիսում պիտի այսպես կարևոր դերակատարում ունենային, իրենց կարևոր փորձերից մեկը նաեւ մուսավաթական Ադրբեջանի հանցագործ լիդերներին պատժելու այդ գործընթացն են։ Դրա համար են իրենք այսպես սևեռված նրանք Նեմեսիսի նկատմամբ։